Պատկերացրեք մի բույս, որը իր ամբողջ կյանքի ընթացքում որսում է տիեզերական էներգիան, իր գլուխը շրջելով արևի հետևից։ Այդ էներգիան չի կորչում, այն խտանում է փոքրիկ սև սերմի մեջ։ Շատերի համար արևածաղիկը պարզապես ժամանցի միջոց է, բայց իրականում սա բնական կենսաբանական պարկուճ է։ Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես է ընդամենը 30 գրամ մեկ բուռ սերմը փոխում ձեր արյունը, ուղեղը եւ նույնիսկ ԴՆԹ-ն։ Մինչ տեսանյութին անցնելը մեկ թավանություններում անպայման նշեք, արդյոք սիրում եք արևածաղկի սերմեր, թե ոչ։ Եվ այսպես, արևածաղկի օգտակար հատկությունները, ինչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ արևածաղիկ ենք ուտում։ Առաջին, սիրտը ստանում է նոր շնչառություն։ Արևածաղկի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ լինոլաթթու։ Երբ դուք ուտում եք դրանք, ձեր օրգանիզմում արտադրվում է մի միացություն, որը թուլացնում է արյան անոթների պատերը։ Սա բնական էնալ-ապրիլ է։ Իսկ ինչ է լինում արդյունքում, զարկերակային ճնշումը կայունանում է, իսկ սիրտը ստիպված չի լինում աշխատել գերձանաբեռնվածությամբ։ Երկրորդ, ուղեղի հանգստության կոդը։ Արևածաղկի սերմերը հարուստ են մագնեզիումով։ Մագնեզիումը արգելակում է սթրեսի հորմոնների, կորտիզոլի եւ ադրենալինի ավելցուկային հոսքը դեպի ուղեղ։ Եթե դուք տառապում եք անքնությունից կամ տագնապից, արևածաղկի սերմերը կարող են լինել ձեր բնական քնաբերը։ Երրորդ, մաշկի ֆոտոշոպ էֆեկտը։ Վիտամին E-ն, որը արևածաղկում ռեկորդային քանակի է, պաշտպանում է ձեր բջիջները օքսիդատիվ սթրեսից։ Մեկ բուռ արևածաղկի սերմը պարունակում է վիտամին E-ի օրական չափաբաժնի ավելի քան 80%-ը։ Վիտամին E-ն կառուցում է անտեսանելի վահան ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ։ Եթե կանոնավոր կերպով օգտագործեք արևածաղկի սերմեր, ապա 2-3 շաբաթ անց մաշկը կդառնա ավելի էլաստիկ, իսկ մանր կնճիռները կհարթվեն։ Չորրորդ, ոսկորների ամրություն։ Բացի կալցիումից, արևածաղկի սերմերում կա պղինձ եւ մագնեզիում, որոնք անհրաժեշտ են կմախքի ոսկորների ամրության համար եւ հրաշալիորեն կանխում են օստեոպորոզը։ Հինգերորդ, վահանաձև գեղձի պաշտպան։ Սերմերը պարունակում են սելեն, սա հազվագյուտ հանդիպող մի տարր է, որը անհրաժեշտ է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի եւ ԴՆԹ-ի վերականգնման համար։ 6-րդ, մարսողության խոզանակ։ Բջջանյութի մեծ քանակությունը մաքրում է աղիները տոքսիններից եւ հրաշալիորեն կարգավորում է մեր օրգանիզմի նյութափոխանակությունը։ 7-րդ, իմունիտետի ուժեղացում։ Ցինկի առկայությունը օգնում է օրգանիզմին արագ հաղթահարել վիրուսային հիվանդություններն ու բորբոքումները։ 8-րդ, տղամարդկանց եւ կանանց առողջություն։ Ճարպաթթուները եւ վիտամինները դրական են ազդում վերարտադրողական ֆունկցիա եւ հորմոնալ բալանսի վրա։ 9-րդ, արյան շաքարի կարգավորում։ Արևածաղկի սերմերում գլիկեմիկ ինդեքսը ցածր է, իսկ մագնեզիումը օգնում է ինսուլինի ավելի լավ յուրացմանը։ 10-րդ, էներգիայի ռեզերվ։ Սա կատարյալ սնունդ է մարզիկների համար, քանի որ փոքր չափաբաժնով տալիս է երկարատև էներգիա եւ շատ կարեւոր սպիտակուցներ։ Այժմ խոսենք արևածաղկի վտանգների մասին։ 10 զգուշացում, որը պետք է իմանա յուրաքանչյուր մարդ, ով ուտում է արևածաղկի սերմ։ Առաջին, կալորիականություն։ 100 գրամ արևածաղկի սերմը ուշադրություն պարունակում է մոտ 580-ից 600 կիլոկալորիա։ Սա գրեթե մեկ ամբողջական ուտելիքի ճաշի չափաբաժինն է։ Չարաշահումը բնականաբար բերում է ավելորդ քաշի։ Երկրորդ, ատամների էմալի թշնամի։ Սերմերը ատամներով կոտրելը քայքայում է էմալը եւ առաջացնում միկրոճաքեր եւ իհարկե քարեր։ Երրորդ, կադմիումի վտանգ։ Արևածաղիկը հողից ակտիվորեն կլանում է կադմիում կոչվող ծանր մետաղը։ Մեծ քանակությամբ արևածաղկի սպառումը կարող է վնասել երիկամներին։ Չորրորդ, աղի վտանգը։ Խանութներում վաճառվող տապակած եւ չափազանց աղի սերմերը բարձրացնում են արյան ճնշումը եւ առաջացնում այտուցներ եւ զարկերակային ճնշման տատանումներ։ 5-րդ, այրոց։ Յուղերի բարձր պարունակությունը կարող է կրկռել ստամոքսի լորձաթաղանթը եւ առաջացնել այրոցի զգացում։ 6-րդ, արևածաղիկ հաճախ ուտելը վերածվում է մեխանիկական գործողության, որը բոլորդ կհավաստիացնեք, որ դժվար է կանգնեցնել, հանգեցնելով գերսնման։ 7-րդ, լեղապարկի խնդիրներ։ Յուղոտ լինելու պատճառով կարող է ցրել լեղաքարային հիվանդությունները։ 8-րդ, ալերգիա։ Թեև հազվադեպ, բայց որոշ մարդկանց մոտ առաջացնում է մաշկային ցան կամ շնչառական խնդիրներ։ 9-րդ, ձայնալարերի կրկռում։ Երգիչներին եւ հռետորներին խորհուրդ չի տրվում ուտել ելույթից առաջ, քանի որ այն չորացնում է կոկորդը։ 10-րդ, ոչ թարմ յուղեր։ Հնացած սերմերում յուղերը հաճախ օքսիդանում են, դառնալով տոքսիկ եւ դառը։
Ինչպես ճիշտ ընտրել եւ կիրառել՝ հում թե տապակած։ Լավագույն տարբերակը չորացրածն է։ Սա տապակածը չէ, այսինքն չափազանց վառածը չէ։ Բարձր ջերմաստիճանի տակ վիտամինների գրեթե 90%-ը ոչնչանում է, իսկ օգտակար յուղերը վերածվում են տրանսճարպերի։ Ինչպես կիրառել խոհանոցում։ Ավելացրեք մաքրած սերմերը աղցանների, շիլաների կամ տնական հացի մեջ։ Այն տալիս է հաճելի գուզային համ, բացի այդ չափազանց օգտակար է։ Արևածաղկի ձեթը հիանալի միջոց է նաև չոր մաշկի եւ վնասված մազերի համար, բայց պետք է նախապատվությունը տալ միայն սառը մամլման ձևով ստացված ձեթերին։ Հետաքրքիր փաստեր։ Ռադիացիայի դեմ։ Արևածաղիկը օգտագործվել է Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի տարածքները մաքրելու համար, քանի որ այն հողից հանում է ռադիոակտիվ իզոտոպները։ Մաթեմատիկական կատարելություն։ Արևածաղկի սերմերի դասավորությունը ծաղկի գլխիկում հետևում է Ֆիբոնաչիի հաջորդականությանը։ Սա բնության կատարյալ դիզայնն է։ Արևածաղկի կաթ։ Մաքրած սերմերը եթե հարեք ջրով եւ քամեք, կստացվի սպիտակուցով հարուստ բուսական կաթ։ Արևածաղկի սերմերը բնության մուլտիվիտամիններն են։ Օրական 1 բուռը մոտավորապես 30 գրամ։ Մաքրած, չտապակած սերմը ձեզ կտա առողջություն, ամուր, նյարդեր եւ գեղեցիկ մաշկ։ Պարզապես կա մի քանի նրբություն։ Արևածաղիկը պետք չէ կոտրել ատամներով, այլ ձեռքով եւ բացի այդ պետք չէ չարաշահել, քանի որ դրան կհետևեն արդեն ավելորդ կալորիաները։ Մի քանի օգտակար խորհուրդներ։ Ինչպես ընտրել։ Երբեք մի գնեք արդեն մաքրած սերմերը տոպրակներով, եթե դրանք հերմետիկ փակված չեն։ Օդի հետ շփվելիս սերմերի յուղերը արագ օքսիդանում են, դառնալով դառը եւ վնասակար։ Կարող եք ինքներդ պատրաստել։ Լավագույն մեթոդը։ Թրջեք սերմերը ջրի մեջ 2-ից 4 ժամ, ապա չորացրեք ցածր ջերմաստիճանի տակ։ Այս կերպ սերմերից դուրս կգա ֆիտինաթթուն, որը խանգարում է հանքանյութերի յուրացմանը։ Եվ եթե տապակում եք, ապա դա արեք առանց ձեթի եւ շատ կարճ, ընդամենը 3-ից 5 րոպե։ Մյուս խորհուրդը՝ սերմերը աղացեք կամ պարզապես ջարդեք եւ խառնեք մեղրի հետ։ Դուք կստանաք իմունիտետի համար շատ առողջարար եւ օգտակար բնական միջոց։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար եղավ, հավանեք այն դնելով լայք։ Բացի այդ, մեկնաբանություններում գրեք, արդյոք սիրում եք արևածաղկի սերմեր, որքան մասն է այն կազմում ձեր սննդակարգում։ Լավ եղեք, առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։